Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված Սանդա ուշուի բաց առաջնությանը մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուշուի ֆեդերացիայի Ստեփանակերտում գործող 3 մասնաճյուղերի, մարտարվեստների ասոցիացիայի, ինչպես նաև Օյամա կարատե-դո ֆեդերացիայի շուրջ 100 մարզիկ։ Խնդիրը այն է, որ մենք տանք մեր ազգին, մեր բանակին պատրաստ զինվոր, որպեսզի մեր բանակը լինի մարտունակ եւ մեր սերունդը մեծանա որպես իսկական հայրենի թիմ։ Մրցապայքարը մեկնարկեց կրտսեր մարզիկներից։ Սանդա ուշուի բաց առաջնության ընթացքում ընդհանուր առմամբ կայացավ 57 մենամարտ։ Մրցագորգ դուրս եկան 6-ից 18 տարիքային խմբերի 20-ից 70 կիլոգրամ քաշային կարգերում ընդգրկված մարզիկներ։ Ոմանք եթե առաջին անգամ են մասնակցում նման մրցապայքարի, ապա կային նաև մարզիկներ, ովքեր արդեն պատվավոր մրցանակային հորիզոնականներ են գրավել միջազգային առաջնություններում։ Օրինակ 70 կիլոգրամ քաշային Էրիկ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը։ Իդեպ, այս մարզիկներն արդեն մի քանի ամիս է ինչ համալրել են հայրենիքի պաշտպանի շարքերը։ Էրիկը ներկայացնում է քիքբոքսինգ մարզաձևը, իսկ Դավիթը վարպետ է Սանդա ուշու մարտարվեստում։ Մոտարապես մի 4 ամիսա չեմ պարապում, ծառայության մեջ եմ գտնում եւ չեմ հասնում պարապմունքներս կատարել, բայց շատ գոհ, որ sense կարողացա մենամարտ կատարել։ 2013 թվականին հունիսին աշխարհի մրցումների եմ մասնակցել Ուկրաինա Ֆյոդեսա քաղաքում եւ գրավել եմ առաջի տեղը։ Կշարունակեմ անպայման եւ ուզում եմ ավելի ուժեղ մրցումների մասնակցել պրոֆեսիոնալ ռինգում։ 22 քաշային կարգերում 3 մրցանակային հարթակները նվաճած մարզիկներից բացի առաջնության կազմակերպիչները նաև պարգևներ են նախատեսել 3 անվանակարգերում հայտնված մարզիկների համար։ Իսկ լավագույն արդյունք արձանագրած թիմերն արժանացել են գավաթների։ Ունենք գալիք Եվրազիայի գավաթի խաղարկություն եւ այդ իսկ պատճառով մենք 20 օր շուտ անցկացրեցինք այս միջոցառումը, որպեսզի կարողանանք ընտրենք լավագույն թիմ, լավագույն մարզիկներին, որպեսզի մասնակցեն այդ մրցաշարին։ Դա լինելու է քաղաք Թիֆլիսում։ Նշեմ, որ այդ միջոցառումը առաջի անգամ է անցկացվում Վրաստանում եւ դա մեծ փորձ կլինի մեր մարզիկների համար։ Գենադի Երեմյան, Միրուժան Մարտիրոսյան, օր